Եթե պլանավորում եք ամառային արձակուրդը Եվրոպայում, ուրեմն արդեն ուշացել եք։ Ընտրում ենք ինչ տեսակի վիզա ենք ուզում, քանի անձ ենք, ենթադրենք, այստեղից ընտրում ենք ծննդյան ամսը թիվը մեր, գրում ենք մեր անձնագրի համարը եւ արդեն ուզում ենք նայել ինչ ժամադրություններ ունենք, ենթադրենք ուզում ենք նայենք ամսի 18-ին, նայեք ամբողջությամբ փակ է, պետք է կանաչ լինեն, որ լինի վերցնել։ Սա այսպես ամեն օր սենց հատիկ պետք է մտնենք նայեն, նայեք երրորդից կախում է։ Ու ցույց չի տալիս այլևս ինչ որ կա, սենց պետք է ամեն անգամ նստենք, ժամերով սպասենք, մինչև իրենց ծրագիրը սկսի աշխատել, ցույց տալ։ Հայաստանի քաղաքացիների համար շենգենյան վիզա ստանալը վերածվել է իսկական փորձության։ Այս պայքարում հաջողության հասնելու համար երբեմն պահանջվում է հերթագրվել կես տարի առաջ։ Չնայած վիզաների ազատականացման մոտալու թեռանկարի մասին խոսակցություններին, շարքային քաղաքացին բախվում է արհեստական խոչընդոտների ու անհասկանալի մերժումների։ Որպեսզի դու կարողանաս մի հատ շատ գեղեցիկ տուր մշակես եւ տրամադրես քո հաճախորդին, դու գիշեր-ցերեկ փորձում ես որևէ վիզա կենտրոնում օր գտնել։ Բազմիցս այս հարցի շուրջ բարձրաձայնել ենք, խոսել ենք թե туриզմի կոմիտեի հետ, թե արտգործնախարարության հետ, նամակներ ենք ուղարկել տարբեր դեսպանատներ, բազմիցս խնդրել ենք, որ վիզա կենտրոնները այս հարցին անդրադառնան, բայց մեր բոլոր դիմումները եւ խնդրանքները մնացել են անպատասխան։ Ցավոք սրտի այսօր վիզա գործընթացը մի ստորացման գործընթաց է հայ ժողովրդի համար։ Մինչ քաղաքացիներն ամիսներով սպասում են, պաշտոնական Երևանը Բրյուսելի հետ բանակցություններում բավականին լավատես է։ Կառավարության ներկայացուցիչները վստահեցնում են, վիզաների ազատականացումը սարերի հետևում չէ։ Ներգերատեսչական, այսինքն ներհանրապետական կտրվածքով մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ 2 տարվա կտրվածքով մոտ պիտի ավարտենք բոլոր միջոցառումների կատարումը։ 2-3 տարվա մասին է խոսքը գնում եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, այն դինամիկան, որ ունենք, որոշակի բավականին հույսաներ շնչում, որ կհասցնի։ Ինչն է խանգարում, որ բանակցություններին զուգահեռ Հայաստանի քաղաքացիներն իրենց նվաստացած չզգան օտարերկրյա դեսպանատներում կամ վիզա կենտրոններում։ Հաճախ վիզա կենտրոնները ստեղծում են այնպիսի տեխնիկական խոչընդոտներ, որոնք մարդկանց մղում են այլընտրանքային ճանապարհներ փնտրելու։ Հունական վիզա կենտրոնի հետ, որպեսզի դու կարողանաս վերցնել ժամադրություն, քո հեռախոսահամարին պետք է գա կոդ։ Այդ կոդը ընդհանրապես չի գալի։ Բազմիցս բարձրաձայնել ենք դրա մասին եւ դրանի պատասխան ստացել ենք, որ ձեր համարի հետ է երևի խնդիրը։ Արհեստական խոչընդոտ են սարքում, որ ուղղակի սովորական օր վերցրած հաճախորդը չկարողանա մտնի դեսպանատուն եւ այդ ժամը ուղղակի զանգեն այլ անձի կանչեն եւ փողով այդ օրը ծախեն այդ անձի վրա։ Իսկ ամենացավոտն անհիմն մերժումներն են։ Նույնիսկ անթերի փաստաթղթերի դեպքում քաղաքացիները ստանում են մերժման նամակներ, որոնք բողոքարկելը գրեթե անհնար է դարձել։ Հիմա բոլոր դեսպանատները մերժման բողոքարկում չեն ընդունում։ Ասում են դիմեք մեր երկրի ինչ որ դատարաններ, այսինքն ստեղի պատկերացնում եք, ստեղի քաղաքացին պետք է ենթադրենք գերմանական դեսպանատնից մերժում է ստացել, պետք է Բերլինում ինչ որ դատարանում դիմի իր վիզայի վերանայման բողոքարկման համար, այսինքն դա մի փաստ է, որը երբեք ոչ ոք չի դիմի, հազվադեպ մարդիկ, որ կդիմեն, հա, նույնը իտալականն է, նույնը մյուս դեսպանատներն են, այսինքն մաքսիմալ ամեն ինչ արած է, որ ինչ ուզեն անեն ու դու ոչ մի հնարավորություն չունենաս, ոչ քո իրավունքները, ոչ քո շահերը, ոչ քո ցանկացած բան բողոքարկելու եւ արդարություն պահանջելու։ Ազատականացման հեռանկարը դեռ երկար տարիների աշխատանք է պահանջում, այդ թվում կենսաչափական անձնագրի գործարկում, նշում է մասնագետը։ Բայց մինչև այդ Հայաստանի քաղաքացիները ստիպված են հաղթահարել շենգենյան արգելքը, հույսը դնելով ոչ թե արդյունավետ բանակցությունների, այլ սեփական համբերության վրա։ Ալինա Սահակյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։